Ինչու է կառավարությունը դեմ արտահայտվել 100%-անոց համամասնական ընտրակարգին։ Ովքեր են պղծում ազատամարտիկների գերեզմանները եռաբլուրում։ Այսօր կառավարությունը որոշում է ընդունել հաջորդ տարվանից նոր ՀԴՄ-ներ ներդնելու մասին։ 2013 թվականին այդ նոր ամուսնությունը վերաբերվելու է միայն խոշոր բիզնեսին, իսկ 2015-ից բոլոր տնտեսվարողներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դա մեկնաբանեց այսպես. Մենք ունենալու ենք միասնական ցանց, on-line ռեժիմով կապ պետական եկամուտների կոմիտեի հետ, միջամտության բացառում, որովհետև չիպերը, որոնք տեղադրվելու են ՀԴՄ-ների մեջ, դրանց կոդերը լինելու են միայն բեկի համար հասանելի։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է 2011 թվականի եկամուտների իր հայտարարագրում տեղ գտել հավելյալ $3 միլիոն, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ասաց. Այ որ դուք գնաք նայեք հայտարարագիրը, երբ որ ես ներկայացնեմ, կգտնեք որտեղից։ Դուք արդեն ներկայացրել եք 2011։ Երբ որ 11-ինը չի, դա հենց սկզբից դուք մանեք եք կգտնեք։ Այսօր Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համաժողովը։ Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, այն մեր տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է։ Հայաստանը ըստ էության արդեն բավականին պատրաստ է ընդլայնելու իր ներգնա туриզմի ծավալները։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տեղեկություններով առաջիկա նախագահական ընտրություններում տեխնատուներից ամենամեծ հակակրանքն ունի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Գնահատողների միայն 1/3-ն է դրական գնահատել առաջին նախագահին։ Նրա կարծիքով հիմնականում բացասական գնահատականներ են ստանում արդեն նախագահ ընտրված տեխնատուները, իսկ եթե որևէ գործիչ դեռևս նախագահ չի եղել, հակակրանքը նրանց հանդեպ ավելի փոքր է։ Ռոբերտ Քոչարյանի մոտ 37-70-ի է, Սերժ Սարգսյանը 20-70-ի է, Զարուհյանի մոտ 90% տվել են դրական գնահատական, 10% տվել են հակակրանքային ուրեմն գնահատականներ։ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը որոշել է չառաջադրվել թիվ 1 ընտրատարածքում, քանի որ նրա կուսակցության 9909 անդամները պնդում են, որ դա նպատակահարմար չէ։ Այդ ասպարեզը չարչիների քաղաքական գործամոլների ասպարեզը։ Հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների դաշինքը այսօր գրասենյակ է բացել, որը պետք է համակարգի հաշմանդամների հետ կապված օրենսդրական առաջարկները, բարձրացնի նրանց խնդիրները։ Ըստ դաշինքի նախագահ Մահեր Վասիլյանի, մարդիկ իրավահավասար են ծնվում։ Պետք է ստեղծվեն հավասար հնարավորություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք իրականացնեն իծնե իրենց տրված իրավունքները։ Հաջորդ տարվա կեսին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Շենգենյան գոտու երկրների համար մուտքի արտոնագիր կստանան դյուրացված ընթացակարգով։ Այս արտոնությունը սակայն ոչ թե բոլոր քաղաքացիների, այլ որոշակի խմբի համար է՝ պաշտոնյաների, լրագրողների, գիտնականների, ուսանողների, սպորտի ներկայացուցիչների եւ արվեստագետների։ Մեր այսօրվա լրահոսը։ Արտասահման գործուղվելու համար կառավարության անդամները 10 ամսում սպառել են բյուջեով իրենց հատկացված 300 միլիոն դրամը, բյուջեում այլևս փող չկա։ Դրա համար կառավարությունը որոշում այսօրվա նիստով ընդունվեց, որ 100 միլիոն դրամ վերաբաշխումների միջոցով ավելացնենք գործողների ֆոնդը։ Տիկին Գրիգորյանն ասում է, թե ամեն տարի չէ, որ սպառվում են այդ փողերն արդեն հոկտեմբերին, պարզապես երբեմն լինում են այնպիսի գործողումներ, որոնցից կառավարության անդամները չեն կարող հրաժարվել։ Այդպիսի իրավիճակներում ֆոնդը սպառվել է։ Ընդհանրապես ըստ բաժնի պետի վարչապետի որոշումով գործուղման մեկնողները վերադառնալիս պետք է ներկայացնեն, թե ովքեր են գործուղվողները եւ մեր պետության ինչին են պետք այդ գործուղումները։ Նույն որոշման մեջ ամրագրվում է, որ գործուղում գնացող ղեկավար անձը ներկայացնում է հաշվետվություն կառավարություն իր գործուղման արդյունքների վերաբերյալ։ Տիկին Գրիգորյանը վստահեցնում է, որ բյուջեն ընդունելիս հաշվի են առնում այսպիսի ֆորս մաժորային վիճակները, երբ փողը կարող է վերջանալ, բայց իրենք էլ չեն կարող չգնալ այն գործուղումներին, որոնց համար փող չկա։ Ի դեպ Տիկին Գրիգորյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ինչպես է կառավարությունը 10 ամսվա արտասահմանյան գործուղումների համար ծախսում 300 միլիոն դրամ, իսկ ընդամենը 2 ամսվա համար տրամադրում 100 միլիոն դրամ։ Շաբաթը 3 անգամ կայարանամերձ այս հատվածից մեր հայրենակիցներն ուղևորվում են դեպի Ռուսաստան։ Նրանցից ոմանք մեկնում են ընտանիքներով, անվերադարձ կամ էլ երբևէ վերադառնալու հույսով։ Եթե լավ եղավ, երկար կմնանք։ 55-ամյա Տիկին Արաքսյան դստեր եւ թորնիկի հետ առաջին անգամ չէ, որ դուրս է գալիս հայրենիքի սահմաններից։ Ուղևորվում է Սոչի, որդու մոտ, ով արդեն երկար տարիներ է ապրում է այնտեղ։ Նրանք ընտրել են ավտոբուսով մեկնելու տարբերակը։ Համոզվեցինք, որ ինքնաթիռի տոմսերի համար Մեր նկարահանման պահին Ռուսաստան էին ուղևորվում մոտ 30 հայաստանցի, նրանց մեծ մասը մարզերից էին։ Տեսախցիկից դուրս անկեղծանում եւ պատմում էին երկիրը լքելու պատճառները։ Ամենագլխավոր պատճառը աշխատանքի բացակայությունն է։
Վազգեն Մարգարյանն այն վարորդն է, ով 10 օրը մեկ ուղևորներին տեղափոխում է Կրասնոդար, չնայած նա երկար տարիներ է ինչ վարորդ է, սակայն հայրենակիցներին Ռուսաստան է տեղափոխում միայն վերջին 1 տարվա ընթացքում։ Իր խոսքերով ավտոբուսը երբեք դատարկ չի լինում։ 10 օր մեկ 30 հոգով տանում են, գնում են աշխատանք ճարել։ Մեկնողների վստահեցմամբ իրենք որևէ կապ չունեն համերկրացիներ ծրագրի հետ եւ Ռուսաստան մեկնում են առանց որևէ մեկի օգնության։ Արդեն ավտոբուսում ուղևորներից Ստավրոպոլ մեկնող աբովյանցի Լիդա Վանյանը հույս հայտնեց, որ գոնե Ռուսաստանում օրվա հացը վաստակելու խնդիր չի ունենա։ Իսկ ցանկանայի, որ Հայաստանից դուրս գայի, որպես երկիր ապրելու տեղ չի։ Եթե այսօր մտածում ենք սա ապրելու կյանքը, չարքաշ կյանքով ապրում ենք։ Արթուր Գոքորյան, Սերգեյ Գրիգորյան, Ստեփանակերտցի Սուրեն եւ Էդիկ Մելքումյան։ Արաբո ջոկատի այս 4 հերոսներն էին, որ իրենց կյանքը տվեցին 1992 թվականի փետրվարին Արցախի Ղարադաղլու գյուղն ազատագրելիս։ Նրանցից Էդիկ Մելքումյանի հայտնի Արչի անունով էլ գյուղն հետագայում կոչվեց Արչաձոր։ Արթուրի եւ կենտրոնը թաղված են Եռաբլուրում։ Արցախյան ազատամարտի այս հերոսների շիրիմներն այսօր բարբարոսաբար պղծվում են։ Ամիսներ առաջ անհետացել է Արթուրի շիրմաքարի վրայի բրոնզե դիմաքանդակը։ Գալիս են ու հերոսի գերեզմանի վրայից գողություն անում։ Մի քանի դրամի համար։ Վանդալիզմ։ Գնել Հակոբյանը ավագը Արթուրի մարտական ընկերն է։ Չի կարողանում իր զայրույթը զսպել։ Այսօր այս տղաների թափած արյան գնով մարտի կաթոռներ են զբաղեցնում, պաշտոններ են զբաղեցնում։ Բայց տեսնում եք, նույնիսկ չեն մտածում պահպանել սա։ Արթուրի ընկերները համոզված են, որ այս գողությունը հնարավոր չէր կատարել գիշերը, քանի որ նույնիսկ ազատամարտիկների հարազատներն են դժվարությամբ գտնում շիրմաքարերը։ Սա կատարվել է կամ լուսադեմին կամ երեկոյան։ Տեղի ունեցածի մասին տեղյակ են նաև Եռաբլուրի վերահսկիչները, սակայն այդ արարքը նրան գողություն չեն որակում։ Ասում են Եռաբլուրում նման բան բացառվում է։ Գողություն չկա, հնարավոր է փոկվել է կամ ծնողներն են փոկել։ Ուղղակի լինում են քամիներ, քամին խառնում է տեղը, այսպես է վերականգնվում է։ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ տոնի 27 շենքի բնակիչ Տիկին Մանուշակը 2 օր առաջ է վիրահատել իր ոտքը։ Նա մեծ դժվարությամբ է կարողանում տեղաշարժվել։ Նույնիսկ վիրակապը փոխելու համար չի համարձակվում հիվանդանոց գնալ, քանի որ իրենց բարձրահարկ շենքի վերելակն արդեն 3 տարի է չի աշխատում։ Դեպք էր պատահել նորից Խաղաղ տոնում, այդ պատրվակով եկան, վերելակը անջատեցին։ Եթե Տիկին Մանուշակը ոտքը վիրահատելու պատճառով տանից դուրս չի գալիս, շենքի վերևի հարկերի տարեցները չեն հիշում, թե վերջին անգամ երբ են բակիչել։ Լիֆտը չի աշխատում, դրախատել չեն։ Հազվանելով չեմ կարող գնալ գալ։ Երկար ժամանակ չաշխատելու արդյունքում վերելակը նաև կիսով չափ թալանվել է։ Մեծի խցիկը կա, բայց վերևի շարժիչը չկա, շարժիչի կաղապարն էլ կա, որ դա էլ է բավականին գումար եւ կարեւորագույն մասեր կան, որ չկա։ 31 տարի առաջ կառուցված բազմամուտքային շենքի այսօր միայն երկրորդ մուտքը վերելակ չունի։ Բնակիչների վստահեցմամբ իրենք սպասարկման բոլոր վճարումները կատարում են։ Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև Էրեբունի վարչական շրջանի համապատասխան բաժնից, սակայն այնտեղից մեզ ասացին, որ բոլոր հարցերի պատասխանը կտա քաղաքապետարանի, լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ահա եւ վարչության պետ Արթուր Գևորգյանի պատասխանը հեռախոսով։ Բնակիչները վերջիվերջո այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ իրենք բաժնային սեփականություն հանդիսացողի համար ոչ քաղաքապետարանը, ոչ վարչական շրջանը որևէ պատասխանատվություն չի կրում։ Համատիրությունը պետք է ամբողջ հարցերը կարգավորի, որովհետև իրենք վճարում են։ Մենք այցելեցինք նաև Ուրարտու համատիրություն, որի ենթակայության տակ է գտնվում Խաղաղ տոնի 27 շենքը։ Համատիրության ղեկավարը թույլ չտվեց մեզ նկարահանում անցկացնել եւ խիստ տոնով տեղեկացրեց, որ իրենք վերելակների հարցով չեն զբաղվում։ Այսօր կառավարությունը վերահաստատեց մեծամասնական ընտրակարգը պահպանելու նկատմամբ իր հակվածությունը մերժելով Դաշնակցության նախագիծը։ Վերջին 15 տարիներին իշխանությունը ձգտում է ամեն կերպ պահպանել մեծամասնական падգամավորների ներկայությունը ազգային ժողովում, իսկ ընդդիմությունը ձգտում է այն առավելագույնս նվազեցնել, ինչն ի վերջո տեղի է ունենում, եթե հետևենք 95 թվականից մինչ օրս գործող խորհրդարանի կազմը։ Վերջին 41 տեղի համար իշխանությունը լուրջ կռիվ է տալիս։ Օրվա գլխավոր թեման։ Կառավարությունն այսօր մերժել է ազգային ժողովի ընտրությունները միայն համամասնականով անցկացնելու Դաշնակցության առաջարկը։ Իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական համակարգի առկայությունն է կարևորագույն երաշխիքներից մեկը իրենց վերարտադրման եւ բնականաբար կառավարությունը չէր կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։ Պարոն Ռուստամյանը ծիծաղում է կառավարության այն պատճառաբանության վրա, թե մեծամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի падգամավորը ներկայացնի բնակչության որոշակի հատվածի շահերը։ Ըստ նրա կառավարության ասածը Հայաստանի մասին չէ։ Անցած բոլոր ընտրությունները ազգային ժողովի 3 գումարումների եթե նայեք, տեսնեք, որ ընդդիմության որևէ տեխնացու մեծամասնականով չի հաղթում։
Պարոն Ռուստամյանը նկատում է, որ իրենք այս առաջարկն արեցին հենց ազգային ժողովի վերջին ընտրություններից հետո, որպեսզի երկիրն առանց շտապելու գնա դրան։ Հիմա դաշնակցական падգամավորը գիտի, որ կառավարությունը երբեք չի համաձայնվի այդ առաջարկին, քանի որ չի կարող հրաժարվել 41 մեծամասնական ընտրատարածքների սեփականաշնորհումից։ Իրենք խոստովանում են, որ իրենք հավասար պայմաններում պայքարելու ընդունակ չեն։ Պատգամավորը չի կասկածում, որ իշխանությունը խոստովանում է ազգային ժողովի հաջորդ ընտրությունները նույնպես կեղծելու մտադրության մասին։ Հանրապետականները կեղծելու են, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե իրենք իսկապես հզոր քաղաքական ուժ են։ Հզոր քաղաքական ուժից ինչ կմնա, եթե ինքը իշխանության մեջ չլինի։ 90 թվականին 100%-անոց մեծամասնական ընտրակարգով ընտրված խորհրդարանը, ինչպես բոլորն են պնդում, ամենաարդար ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդարանն էր եւ այդ խորհրդարանի կազմը իր մակարդակով գերազանցում էր բոլոր մնացած ազգային ժողովների կազմին։ Իսկ անցած տարի Ռուսաստանում տեղի ունեցան 100%-անոց համամասնական ընտրություններ, որոնց մասին ոչ ոք չի կարող ասել, որ դրանք արդար էին, ոչ ոք չի կարող ասել նաեւ, որ ներկայիս Ռուսաստանի պետական դումայում չկան քրեական հեղինակություններ։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ հարաբերական է։ Չնայած դրան, համամասնական, մեծամասնական կռիվը շարունակում է մնալ մեր ընդդիմության եւ իշխանության օրակարգում։ Թեման ամփոփում ենք մեր հյուրասրահում։ Ամեկ+-ի հյուրասրահում է ազգային ժողովի падգամավոր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը։ Տիկին Սարգսյան, այսօր կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնությանը ընտրությունները 100%-ով համամասնական դարձնելու մասին։ Ձեր համար այդպիսի որոշումը սպասելի էր։ Կարծում եմ զարմանալի ոչինչ չկա, որովհետև յուրաքանչյուր առողջ նախաձեռնություն, որ ընդդիմության կողմից արվում է, դա միանգամից հանդիպում է հանրապետականների ամուր դիմադրությանը։ Եկեք չմոռանանք, թե հանրապետական կուսակցությունը ինչ ռեսուրսների վրա է հիմնվում ընտրությունների ժամանակ։ Մեծամասնական թեկնածուները ապահովում են հանրապետական կուսակցության եւ ընտրակաշառքների ամբողջ գործընթացը եւ նաեւ համամասնական ցուցակի անցողիկությունը ապահովելու այդ ամբողջ process-ին։ Զարմանալի ոչինչ չկա, բայց կարծում եմ, որ դա միակ նախաձեռնությունը չի։ Հայ ազգային կոնգրեսը նույնպես հանդես է գալու նման նախաձեռնությամբ, ավելի ճիշտ շրջանառության մեջ է արդեն դրված ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեր ամբողջ փաթեթը, որը նույնպես հանդիպելու է իհարկե դիմադրությամբ, բայց պիտի փորձենք ճեղքել։ Այ ասում եք ընտրակաշառք։ Հնարավոր չէ ընտրակաշառք բաժանել կուսակցության համար, ոչ թե անհատի։ Այսինքն ինչով է անհատը ավելի ձեռնտու ընտրակաշառքի առումով։ Բոլոր նրանք, ովքեր կրիմինալի հետ կապ ունեն, ովքեր լծակներ ունեն այդ ընտրատարածքներում, նրանք դառնում են մեծամասնական թեկնածուներ եւ ահաբեկման միջոցով շատ դեպքերում, երբ մարդը ուզում է ազատ ընտրության հնարավորություն ունենալ, նույնիսկ պարտադրում են գումարի վերցնելը եւ փորձում են ապահովել եւ մեծամասնական թեկնածուի անցումը եւ համամասնական։ Հետեւաբար մեզ համար դա խնդիր է։ Եթե մենք ուզում ենք մեր երկրում գոնե հիմք դնել ազատ արդար ընտրությունների, պետք է միանշանակ վերացնել մեծամասնական ընտրակարգը եւ անցնել ընդհանուր համամասնական ընտրակարգի։ Ձեր նշած մարդիկ չեն կարող ցուցակի մեջ նույն գործը անել։ Գիտեք ինչ, պիտի շահագրգիռ լինեն։ Ես չեմ բացառում, որ եթե մեծամասնական ընտրակարգը փոխվի, ապա այդ մարդիկ կարող են եւ ցուցակում չլինել։ Հետևաբար այդ ընտրակարգը պահպանվում է, որպեսզի կրիմինալ հատվածը եւ աշխատանք տանի եւ հետագայում ազգային ժողովում հնարավորություն ունենա կոճակ սեղմելու եւ անելու այն, ինչ հրահանգվում է Սերժ Սարգսյանի կողմից։ Չեն կարող նորմալ падգամավորներ լինել մեծամասնական։ Օրինակ Էդմոն Մարուկյանը, որպես բացառություն։ Գիտեք ինչ, դեռ ժամանակը ցույց կտա, թե Էդմոն Մարուկյանը ինչքանով է անկախ։ Ես կուզեի, որ նա միջև վերջ դիտարկվեր որպես անկախ падգամավոր, բայց դա բացառիկ դեպքեր են, բացառիկ։ Իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր մեծամասնականին, դուք նայեք, տեսեք, թե ովքեր են անցել եւ որևէ մեծամասնական ընդդիմադիր թեկնածու դուք այդ կազմում չեք տեսնի, որովհետև մեծամասնական ընտրակարգով անցնելու համար պետք են ֆինանսական մեծ ռեսուրսներ, պետք է անպայման
գոնե մի քիչ կրիմինալիզացված լինես, որպեսզի կարողանաս ճնշել, ահաբեկել մարդկանց, իսկ ընդդիմադիր դաշտում սովորաբար մեծամասնական թեկնածուներ են, քաղաքական դեմքեր, մարդիկ, ովքեր պայքարի մեջ են, ովքեր առաջնորդում են ժողովրդի շահով եւ չեն փորձում ժողովրդին գնել, բնականաբար նրանք չեն կարող անցնել։ Դուք հնարավոր համարում եք, որ հանրապետական կուսակցության ֆրակցիայից որևէ մեկը կողմ քվեարկի ձեր կամ տվյալ դեպքում դաշնակցության նախաձեռնությանը։ Ես կուզեի այդպես մտածել, որովհետև ես չեմ բացառում, որ նաև հանրապետական կուսակցությունում միգուցե կլինեն ազնիվ մարդիկ, որոնք մտահոգ են երկրի ապագայով։ Իսկ մեր ապագան պայմանավորված է ընտրությունների ընթացքով նաև։ Ինչպիսի ընտրություններ անցկացնում ենք, այնպիսի ապագա կարող ենք ակնկալել։ Եթե ժողովուրդը 10,000-ով վաճառվում է, ապա նա բնականաբար ոչ մի դրական ակնկալիք այս իշխանություններից չի կարող սպասել, որովհետև 5 տարվա ամբողջ ճակատագիրը իր 10,000-ով չի կարելի վաճառել։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ ազգային ժողովի падգամավոր Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը։ Այսօր Ամեկ+ է զանգահարել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչ Անդրանիկ Բոյաջյանը եւ հայտնել, որ իրականությանը չեն համապատասխանում իշխանությունների այն հայտարարությունները, թե խաղողի ողջ բերքը մթերվում է։ Նրա խոսքերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը թեև հայտարարել էր, որ Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը 600 տոննա խաղող է մթերելու, սակայն այս գործարանում այս պայն մթերում տեղի չի ունենում։ Ըստ գյուղացու նույն վիճակն է նաեւ Արենիի գործարանում։ Այստեղ խաղող մթերել են միայն այն ժամանակ, երբ անձամբ նախարարն է այցելել գործարան։ Մեր մարզային լուրերը։ Սիսիանի շրջանի Սառնակուն գյուղում գիշերը հրդեհ է բռնկվել։ Այրվել է 2 ընտանիքներին պատկանող 6500 հեկտար խոտը։ Մասամբ այրվել է նաև գյուղի մանկապարտեզը, որտեղ հաճախում է 13 երեխա։ Սիսիանի Հրշեջ փրկարարական ջոկատը ազանգ ստանալուն պես 2 մարտական հաշվարկով շտապել է դեպքի վայր եւ աշխատել մի քանի ժամ։ Ժամը 11, որտեղ վառված էր էլ։ Ասենք պաժարել էր, հետո են կանչենց։ Եկեմ լավ եմ քաշ։ Մի ընտանիք են էլ փոքր գյուղը։ Վնասելուց ասենք օգնեն եկեն մեկը վեդրայով ջուր բերե ամբողջությամբ այրվել է մարդիկ այդքան վնաս են կրել այսօր խոտի շուկայական արժեքը 800-900-ի սահմաններում է համայնքում Ալաբերդու թուրքմենական թաղամասի ճանապարհը ասֆալտապատվում է ոչ ավանդական եղանակով։ Առաջին անգամ կիրառվում է ճանապարհի հարթեցման նոր մեթոդ, որն ըստ մասնագետների պակաս ծախսատար է եւ ավանդականից ավելի արդյունավետ։ Մեզ համար կարևոր է նաեւ, որ մենք փորձնական մի հատված ունենանք միջև գարուն, արդեն համոզվենք արդյունավետության համար աշխատանքների։ Այս մեր տեխնոլոգիայով մենք ապացուցելու ենք այսօր եւ վստահ ենք, որ հանրապետության մեջ մի քանի տարվա ընթացքում կբարելավենք գյուղական ճանապարհները։ Վանաձորի քաղաքապետարանը պատրաստվում է խիստ միջոցներ ձեռնարկել քաղաքի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, եթե վերջիններս մոտորերս չվճարեն կուտակված հարկերը։ Այս մասին քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Եթե մինչև նոյեմբերի 1-ը այդ հարկատուները, այդ քաղաքացիները, այդ պաշտոնյաները իրենց հարկային պարտավորությունները չկատարեն, ուրեմն ոչ միայն որ ասենք դա օրենքի պահանջներ է, որ դատական կարգով պետք է դրվի անխտիր բոլորինը, անկախ գումարի չափից, դատական կարգով այդ գումարները բռնագանձելու, այլ խոստանում ենք, որ անվանական լոռու մարզթերթում եւ լրատվամիջոցներով այդ անձանց անունները հրատարակվի։ Գյումրիի Ղուկասյան փողոցի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում։ Ավելի քան 10 օր է ստորգետնյա խողովակներից ջուր է դուրս հոսում։ Կուտակվելով փողոցի փոսերում, անանցանելի դարձնելով մարդկանց ու մեքենաների ճանապարհը։ Բնակիչները մի քանի անգամ դիմել են Շիրակ ջրմուղ կոյուղուն, սակայն դրական արձագանք այդպես էլ չի եղել։ Ում զանգուդանք դեր չեն եղնի։ Շտաբողությունն եկավ հիվանդ մարդ են, դուրս չասա, որ կարող օգնություն ցույց տար։ Ոչ կարող ենք տնից դուրս գալ, ոչ կարող ենք մեքենայով, ոչ ոտքով։ Դպրոցականներն ամբողջ դպրոցականները կեսից է ցեխի նման կգնան դպրոց։ Խողովակը մեր ամբողջությամբ քայքայված է, հնարավորություն չունենք։ Այսօր տնենք նորից փողոցը մենք վերականգնենք։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմելով պարուհի Անաստասիա Վոլոչկովային ասել է. «Կարծում եմ արդեն հասցրել եք հմայվել Երևանի գեղեցկությամբ եւ հավաստիանալ, որ դուք մեր հյուրընկալ քաղաքում սպասված ու գնահատված հյուր եք»։ Կհանդիպենք վաղը։